Ողջույն, առաջարկում եմ միասին պատրաստենք ամենանուրբ կեքսերը։ Սկզբի համար 3 ձուն հարելու ենք հարիչով։ Երկու-3 րոպե լավ հարելուց հետո 1 բաժակ շաքարավազը քիչ-քիչ ավելացնում ենք խմորին և շարունակում ենք անդադար հարել։ Հարելու ենք այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված։ Կավելացնենք նաև 1 սուրճի բաժակի չափով բուսայուղ, հետո կվացնենք 1 բաժակ մածուն կամ թթվասեր, մեջը կավելացնենք կես թեյի գդալի չափով սոդա, լավ կխառնենք և կավելացնենք մեր զանգվածին։ Շարունակում ենք հարել։ Ավելացնելու ենք նաև վանիլին իհարկե, վերջում ավելացնում ենք ալյուրը, որ ստացվի այսպիսի խմոր։ Եվ քանի որ մեր կեքսերը որոշել եմ, որ պետք է լիներ շոկոլադե, վերջում ավելացնում ենք նաև կակաո։ Եթե դուք նախընտրում եք վանիլային, ապա կակաո չեք ավելացնի։ Ես խմորը բաժանեցի 2 մասի, մի մասի մեջ կավելացնենք շոկոլադե գնդիկներ, իսկ մյուս մասի մեջ ընկույզ։ Խմորը լցնում ենք կեքսի համար նախատեսված ֆորմաների մեջ, կիսով չափ, որպեսզի շատ չբարձրանա և դուրս չգա ֆորմաներից, և ուղարկելու ենք ջեռոցը։ Արդեն պատրաստի կեքսերը կարող եք զարդարել ամենատարբեր ձևերով։ Այս անգամ ես նախընտրել եմ սերուցքով և խտացրած կաթով պատրաստվող կրեմը, որի բաղադրատոմսը դուք կգտնեք նկարագրության ներքևի հատվածում։ Վերջում կեքսերը կարող ենք այսպես գեղեցկացնել կակաոյի փոշիով, ես կավելացնեմ նաև նուշի քերուկ։ Եվ վայելում ենք սուրճը համեղ կեքսով։